Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Road-Ray International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիկի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Road-Ray International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման ուղղված ծրագրերի կարևորությունը։ Ստեֆանի Ուրչիկը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում, նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր։ Դրանք վերաբերվում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտների։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիջիևիչը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի, ընդգրկելով նոր ոլորտներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները։ Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը։ Կողմերը երկուստեք ընդգծել են կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում հանրապետության նախագահը առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը։ Արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թայլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որը տեղի է ունեցել Մյանմարում, Թայլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտապույտ հաղթահարում, նշված է արտգործնախարարության ուղերձում։ ՏԿԷ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին։ Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ։ Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն, մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել նման հանդիպումների շարունակական բնույթը։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ պետություն, քաղաքացիական հասարակություն, արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցության, հարկային և մաքսային վարչարարության առնչվող հարցեր։ Մասնակցել են պետնախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի ընդգրկված հրավիրված պետական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հանրային, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը հասարակության լայն շրջանակում քննարկվող կարգավորումների վերաբերյալ։ Ներկայացվել են կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ է եղել հանրության շրջանում իրականացվող լայնածավալ իրազեկման միջոցառումներին, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ժամկետներին, հայտարարագրերի ներկայացման հարթակների առավել մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին թվայնացման տեսանկյունից։ Քննարկվել է նաև առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրին վերաբերվող հարցերը, կարևորվել աջակցության հասցեական տրամադրումը։
Անդրադառնալով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող վարչարարությանը, խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների և մտահոգությունների շարքում էին ապրանքների ներմուծման կամ արտադրման դեպքում թվային դրոշմավորման, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխճանաչելիության, ինչպես նաև ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում առաջացած տուգանքների և ՊԵԿ-ի կողմից ստացվող ծանուցումների հետ կապված հարցերը։ Ներկայացված հարցերի շուրջ խորհրդի անդամների ակտիվ մասնակցությամբ փոխանակվել են մտքեր և քննարկվել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։ ՊԵԿ նախագահն ամփոփելով նիստը նշել է, որ երկխոսության արդյունքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները խորքային կուսումնասիրվեն, ինչպես նաև բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու նպատակով հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ կկազմակերպվեն մասնագիտական աշխատանքային քննարկումներ։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների միջև անցկացվեց հրաձգության սիրողական մրցաշար։ Մրցաշարի նպատակն էր ձեռք բերել գիտելիքներ զենքի վերաբերյալ, սովորել զենքի հետ վարվելու կանոնները և կիրառման տարրական հմտությունները։ Տղամարդկանց և կանանց միջև անհատական հաշվարկով անցկացված մրցաշարը խթան հանդիսացավ ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի, աշխատունակության բարձրացման համար, ինչպես նաև նպաստեց աշխատակիցների մեջ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտմանը։ Լավագույն եռյակներում ընդգրկված մասնակիցներին համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորել է պարգևատրել պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցած կին աշխատակիցներին առաջին տեղ Քրիստինե Բաղդասարյան, երկրորդ տեղ Լիանա Գարախանյան, երրորդ տեղ Դիանա Այվազյան։ Տղամարդկանց մրցաշարի առաջատարներն են առաջին տեղ Լևոն Շարաջյան, երկրորդ տեղ Էդուարդ Վերդյան, երրորդ տեղ Սամվել Ցականյան։ Հաշվի առնելով կանանց ակտիվ մասնակցությունը, գրանցված բարձր ցուցանիշները, ինչպես նաև կանանց տոներին նվիրված մեկամսյակի խորհուրդը, անակնկալ էին պատրաստել մրցանակակիր տղամարդիկ իրենց մրցանակային նվերները փոխանցելով բարձր միավորներ վաստակած աղջիկներին։ Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկից բնակության վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է Արդարադատության նախարարությունը, իսկ դատարանում գտնվելու ժամանակամիջոցում տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է Դատական դեպարտամենտը։ Այս մոդելին անցումը տրամաբանական է, որ պահանջում է ներդնել մեծ ջանք և ռեսուրս, ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գործընկեր կառույցների հետ, կարգավորելու հարցի թե օրենսդրական, թե գործնական հատվածը, թե ժամանակացույցը։ 2024 թվականի ընթացքում նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17165 ուղեկցման հայտ, 20170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ։ Չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27.7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12530 հայտ, 14724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27.3%-ը։ Չկատարման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիկների կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը և այլն։ Տնային կալանքի մասով կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորում օրենսդրությամբ, այսինքն չկա այն իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովել նաև այդ անձանց ուղեկցումը դատարան և հակառակ ուղղությամբ։ Նկարագրված ինստիտուցիոնալ նոր մոդելը կյանքի կոչելուն զուգահեռ ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկել գործող պայմաններում ազատությունից զրկված անձանց ուղեկցումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար։ Ինչ քայլեր է ձեռնարկել ներքին գործերի նախարարությունը վերջին ամիսներին։ Ձեռք է բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց ուղեկցումներ արժանապատիվ կազմակերպելու համար։ Ձեռք է բերվել ևս 12 ուղեկցող տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում։
Փոփոխվել են ուղեկցող ստորաբաժանման հաստիկները, այն դարձնելով սպայական եւ ավելի գրավիչ։ Փոփոխված հաստիկները քայլ առ քայլ համալրվում են։ Ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաև այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը օրինակ փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերի սանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159 կամ 34.6%-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում ջուղեկցման թիվն էականորեն նվազել է մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5.2%-ի։ Ըստ վիճակագրության մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9.4%-ը։ Մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20 կամ 4.4%-ը։ Մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5.2%-ը։ Ներքին գործերի նախարարության խնդիրն է շարունակել աշխատանքները, նպատակ ունենալով ուղեկցման հայտերը չբավարարելու թիվը հասցնել 0-ի։ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ տուժել է, կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ։ Ռուսաստանը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա, հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 19 վիրավորվել, տուժածներից 3-ի վիճակը ծանր է, մեծամասշտաբ հրդեհ է տեղի ունեցել ռեստորանային համալիրում, հրդեհվել է նաև բարձրահարկ շենքեր և առանձնատներ, փրկարարներն աշխատում են ամենուր, մարելով կրակը։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտի մարզում Ամբերտ Բարցելեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Մարտի 30-ից 31-ը, ապրիլի 2-ից 3-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, մարտի 30-ից 31-ը ցերեկը նաև ամպրոպ, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան է 3-ից 6 մետր վարկյան, մարտի 31-ին ապրիլի 1-ից 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 20 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը մարտի 29-ից 30-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 4 աստիճանով։